Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հոկտեմբերի 7-ի համար, օրը 3 շաբթի է և տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այդ օրը։ Գնայինք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին հոկտեմբերի 7-ին։ Հարգելի առնետներ, այդ օրը հեռախոսազանգ ունեք, կարող է դա փուչ զանգ լինել, այնպես անիմաստ, ոնց որ ձեր ժամանակից խլեն։ Նաև ոմանք կարող են ընդունվել աշխատանքի, ոմանք շատ աշխատանք ունենան, ոմանք գնան հարցազրույցի, նաև պետական հիմնարկության աշխատողի հետ հանդիպեք այդ օրը, բիզնեսը առաջ տանեք, միգուցե նաև ձեր երեխաներն են ընդունվում աշխատանքի, երեխաների հետ կապված ոչ իրադարձություններ կան, կարող է դա է, որ աշխատանքներ եք տանում, այդպես, օրինակ, եթե առիթ է, ոնց որ այդ աշխատանքներով եք զբաղվելու, նաև ճանապարհ եք գնալու, կամ ձեզ մոտ կարող են գալ, նաև երեխաների հետ կապված, նաև կարող է լինել հղիություն, ծննդաբերություն և հանդիպեք, օրինակ, բժշկի հետ խոսեք։ Այդ օր ինչ-որ հարցեր կլուծեք, կավարտեք, կվերջացնեք, ժամի հետ կապված ուշադրություն դարձրեք, եթե ժամ եք պայմանավորվել, որպեսզի չուշանաք, նաև հաջողություն ունեք օրվա ընթացքում, գումար կարող եք ծախսել կամ ինչ-որ մեկի հետ գումարի մասին խոսել, արժեքից խոսել, և այստեղ մի փոքր կարող եք ձեզ վատ զգալ և դրանից էլ տխրեք, այդպես ոնց որ առողջության հետ կապված մի փոքր վատ եք զգում և դա ձեզ տխրեցնում է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին, տարվա ծնված ցուլերին, մի խառնեք, ամսվա ծնված ցուլերի հետ սա կապ չունի։ Ինչ է սպասվում ցուլերին հոկտեմբերի 7-ին։
Հարգելի ցուլեր, այդ օրը հաջողություն ունեք, երջանիկ եք, կարող է հաջողություն է սկզբում լինում, հետո դա ձեզ երջանկացնում է կամ մեկ այլ բան է ձեզ երջանկացնում այդ օրը։ Նաև ոմանք ընդունվեն աշխատանքի, ոմանք հանդիպեն պետական աշխատողի հետ, ոմանք շատ աշխատանք ունենան, գուցե աշխատանքն է առաջ գնում, առաջ խաղացում կա, բիզնեսն է առաջ գնում, վաճառքներ կան, այդպես դա է ձեզ երջանկացնում, դա է ձեր հաջողությունը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին հոկտեմբերի 7-ին։ Հարգելի վագրեր, այդ օրը ժամը ձեզ համար շատ կարևոր է, ուշադրություն դարձեք ժամին, որպեսզի չուշանաք։ Նաև հաղթանակած դուրս կգաք որևիցե իրավիճակում, ուրախ կլինեք, տրամադրությունը բարձր կլինի, նվեր կգնեք կամ նվեր կստանաք կամ ինչ-որ մի բան կլինի, որը ձեզ համար նվերի տեսքով կլինի, ոչ թե ֆիզիկապես այդպես նվեր, այլ ինչ-որ մի լավ բան։ Նաև հանկարծակիլուր այդ օրը կլսեք, որևիցե մեկ այլ տեղեկատվություն եւս կլսեք, ոմանք կարող են սիրահարվել, ոմանք սիրելի ետ անցկացնեն, ոմանք սիրելի մարդկանց հետ նաև հանդիպեն կամ ձեզ սիրված զգաք, հա, ոնց որ ինչ-որ լավ բաներ է տեղի ունենում, չէ՞, մենք տեսակ ուրախ ենք լինում, չէ՞ բանջիկ կապած լինի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակներին, նաև ճագարներին, այդպես։ Ինչ է սպասվում նապաստակներին հոկտեմբերի 7-ին։
Հարգելի նապաստակներ, այդ օրը ոյցե գաղտնիքը բացահայտվի, նաև ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ կարող են ձեզ մոտ գալ, ինչ-որ հուզված եք կամ հուզված եք գնում ճանապարհ, ոմանք գնալու են հարցազրույցի, միգուցե դա է, ոմանք կգնան աշխատանքի ընդունվելու, այստեղ ինչ-որ ոչ թե հարցազրույց է, այլ հենց կոնկրետ կարող աշխատանքային օր լինի, որպես ձեզ համար առաջին, նաև հանդիպում, շփում ոչ պետական աշխատողի հետ, ձեր բիզնեսը առաջ կտանեք, սեղանի շուրջ եք նստելու, հաջողություն ունեք և հեռախոսազանգ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վիշապներին։ Ինչ է սպասվում վիշապներին հոկտեմբերի 7-ին։ Հարգելի վիշապներ, այդ օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, ինչ կանեք, ինչպես կընդունեք, նաև նվեր կարող եք գնել կամ դուք նվեր ստանաք, նաև ժամը ձեզ համար շատ կարևոր է, պետք է ժամին ուշադրություն դարձնեք, որպեսզի ինչ-որ եթե պայմանավորված եք չուշանաք, և անցնում է ձեզ մոտից այն ցավը, որը որ կար, այդ հարցին լուծում կտաք, այն ինչը որ ձեզ ցավեցնում էր, դա արդեն կանցնի կգնա ձեզանից, միգուցե տխրեք, միգուցե ինչ-որ մի բան է, մի վերջին անգամ ոնց որ տխրություն կա, բայց հետո անցնում է դա, ձեր ցանկությունները կիրականանան այդ օրը և սեղանի շուրջ եք նստելու, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք օձերին։ Ինչ է սպասվում օձերին հոկտեմբերի 7-ին։
Հարգելի օձեր, այդ օրը գործնական հանդիպում ունեք կամ գործնական խոսակցություն ինչ-որ մեկի հետ, նաև գումարի մասին կողեք խոսել, արժեքի մասին կողեք խոսել, գումար տակ տվյալ անձնավորությանը։ Մի փոքր ուշ կողեք արթնանալ քնից կամ նաև կարող է լինել շուտ, օրվա ընթացքում նաև ինտիմ հարաբերություններ ոմանք կարող են ունենալ, նաև հուզված եք, ինչ-որ տհաճ պահեր կան, կարող է դրանից եք հուզված, եւ հանդիպում շփում ունեք ձեզ համար մտերիմ անձնավորության հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձիերին։ Ինչ է սպասվում ձիերին հոկտեմբերի 7-ին։ Հարգելի ձիեր, այդ օրը նվեր կամ դուք կգնեք կամ նաև ձեզ կարող են տալ նվեր։ Օրվա ընթացքում հանդիպում կամ շփում կունենաք ձեզ համար մտերիմ անձնավորության հետ, նաև գումարի մասին ինչ-որ մեկի հետ կխոսեք կամ սպասում եք ինչ-որ մեկին, որ գումար տակ, կամ գումարի մասին խոսեք, արժեքի մասին խոսեք կամ արժեքին եք սպասում, որ ասեն ձեզ։ Նաև քայլանելուց առաջ երկար մտածեք, սպասեք, նոր հետո արեք, մի շտապեք։ Ոմանք կարող են սիրահարվել, ոմանք սիրո խոստովանություն անել, ստանալ, ձեզ սիրված կզգաք, միգուցե նաև այն արժեքի մասին, որ խոսեք, ձեզ դուր գա այդ արժեքը կամ գումարը ի վերջո վճարեք, գուցե պարտք եք տալիս եւ ձեզ ավելի հանգիստ եք զգում դրանից հետո, եւ երջանիկ եք։ Այ օրվա վերջ ինչ-որ մի բան ձեզ կերջանկացնի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այծերին։ Ինչ է սպասվում այծերին հոկտեմբերի 7-ին։
Հարգելի այծեր, այդ օրը կարող եք հանդիպել կամ շփվել ձեզ համար մտերիմ անձնավորության հետ, եւ որը ձեր ձեռքում է, ձեզան շատ բան է կախված, տակ կհագնվեք, սառը կհագնվեք եւ կհիվանդանաք թե ոչ կամ այլ ինչ-որ մի բան է, ինչ-որ մի ձևով կընդունեք դրանից հետո ձեզ վատ կզգաք թե ոչ։ Նույնն էլ հանգստանալու հետ կապված է, դուք եք որոշում, որ ձեր ձեռքում է, կուզեք հանգստացեք, կուզեք շատ աշխատեք, տանջվեք, հա, այդպես։ Նաև հաջողություն ունեք օրվա ընթացքում, ուրախ կլինեք, տրամադրությունը բարձր կլինի եւ նորություն եք լսելու։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կապիկներին։ Ինչ է սպասվում կապիկներին հոկտեմբերի 7-ին։ Հարգելի կապիկներ, այդ օրը ոմանք կարող են սիրահարվել, ոմանք սիրո խոստովանություն անեն, դուք անեք, ձեզ սիրված զգաք, լավ զգաք, կարող եք տուն մաքրել, նաև ուշադիր եղեք, որպեսզի չվիճեք, այս դեպքում արդեն ձեր սիրելի մարդկանց հետ։ Նաև այդ օրը կարող եք հանդիպել կամ խոսել ձեզ համար մտերիմ անձնավորության հետ, որևիցե գաղտնիք այդ օրը կարող է բացահայտվել եւ ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ կարող են գալ ձեզ մոտ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կապիկներին, ակաղներին ներեցիք, կրանս չի ուզում հարթանալ, ոչինչ, մի քանի նշան մնաց, ինչ է սպասվում ակաղներին հոկտեմբերի 7-ին։
Հարգելի ակահաղներ, չգիտեմ ինչու էկրանս չի ուզում ուղղվի, ինչ-որ լավ չի ցույց տալիս։ Մի խոսքով, այդ օրը ձեզ ինչ-որ մի բան է երջանկացնելու, սպասում եք ինչ-որ մի բանի, որ վճարեք, սպասում եք պատասխանի, արժեքի, գումարի, այսինքն, որ դուք տաք, այդպես ոչ թե ձեզ գումար տան։ Նաև նորություն այդ օրը կլսեք, նորությունը կարող է լինել ծրարի մեջ, ինչ-որ SMS-ի տեսքով, ինչ-որ նմանատիպ որևիցե կամ փաստաթղթի մեջ կարող է լինել այդ նորությունը։ Նաև այդ օրը հաղթանակած դուրս կգաք քվեության հարցում, յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք, նոր հետո արեք եւ հաջողություն ունեք։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շների։ Նույնը էկրանը չի ուզում լավանալ։ Ինչ է սպասվում շներին հոկտեմբերի 7-ին։ Հարգելի շներ, այդ օրը սուտ կա, ուշադրիր եղեք, որպեսզի ձեզ չստեն, չխաբեն, էկրանս էլի չի ուղղվում, խավարը անընդհատ։ Նաև ինչ-որ հարցում հաղթանակած դուրս կգաք, ձեզ երջանիկ կզգաք դրանից, օրվա ընթացքում կարող եք հուզվել, ոմանք ժամադրության են գնում դրանից է, ոմանք նաև կարող են հանդիպել իրենց հարազատ մարդկանց, սիրելի մարդկանց, դրա համար մի փոքր հուզվեք նաև։ Եվ երեխաների հետ կապված իրադարձություններ են, ոմանց մոտ հղիություն է, ծննդաբերություն է, ոմանց մոտ նաև ինչ-որ առիթ է, որ կարող եք գնալ։ Եվ հույսով եք, նոր հույս է արթնանում ձեզ մոտ, կամ հույսով եք լցված ինչ-որ մի հարցին լուծում տալու համար, կամ հույսներ դել եք ինչ-որ մեկի վրա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խոզերին, վարազներին։ Ինչ է սպասվում վարազներին հոկտեմբերի 7-ին։
Հարգելի վարազներ, խոզեր։ Երկակի է օրը։ Այստեղ հոցերը կարող են ձեր տրամադրության վրա ազդել կամ իրենց բամբասանքով կամ իրենց վերաբերմունքով։ Օրվա ընթացքում նաև կարող տատանվել, ծանրութ հետև անել, միգուցե դրանց հետ կարող է կապված լինել այդ ձեր մտածմունքները։ Նաև նամակ կստանաք լուր, փաստաթուղթ, տեղեկատվություն, ինչ-որ մեկ հետ կարող խոսել նամակագրական կապի միջոցով, պետական հիմնարկության հետ կապված որոշ հարցեր ունեք, հնարավոր է ինչ-որ մի բան են ձեզ անում, որ նվեր է, նաև դա կարող է լինել ուսման կենտրոն, դա կարող է լինել բժշկական կենտրոն։ Կարող եք ինչ-որ մեկին մի բան տանել այնտեղ, հա, քաղցրավենիք կամ որից մրգեղեն։ Եվ ձեր ցանկությունները այդ օրը կիրականանալ, որից էլ որ կերջանկանաք, մի փոքր կարող եք նաև հուզվել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։